քաղաքը կրապաշտության մեջ տեսավ եւ չէր դադարում ամեն օր շուկայում, տներում, հրապարակներում Քրիստոսի մասին խոսալ։ Եթե մենք քայլում ենք միտեղ եւ այդտեղ Հիսուսի ոտնահետքը չենք թողում, մենք էգոիստ կյանք ենք ապրում։ Փրկի մեկին, լուր մի մնա, նայի չորս կողմդ, թող Հիսուսը ցույց տա քեզ ինչ ազգում այդ մարդու նկատմամբ, ում որ դու նայում ես, մտածի Հիսուսը ինչ ազգում հիմա ինչ ապրում իր նկատմամբ։ Գիտես եթե զգաս Հիսուսի զգացածը, կարող է գնաս ասես կներես, բայց չեմ կարա, թույլ տուր քեզ գրկեմ մի հատ, որովհետև զգում եմ Հիսուսը ոնց է քեզ սիրում, ոնց է ուզում քեզ գրկի, ոնց է ուզում քո կյանքը փոխի։ Եվ այդ մարդը կա աշխարհի։ Բայց մենք էլ ինչ պետք է անեի, հետո լավացուցակ ունենք, մենք գրում ենք ինչ պետք է անենք, բան չենք մոռանում, հետո մենք մեզանից գալիս եք տուն, երեկոն վայելում ենք եւ հաջորդ օրը նույն ունայնության մեջ։ Բարձրացրեք ձեր աչքերը եւ նայեք արտերին պատրաստ են։ Պատկերացնեք Աստված մարդկանց սրտերը պատրաստել է, պատրաստ, բացած, ակոսված հողա, որ անցնես մի հատ ուղակի սերմ գցես ընդեղ։ Հետո դու կգնաս, չես էլ իմանա ինչ եղավ, հետո այդ սերմը կսկսի ծլարձակել պտուղ տալ։ Եվ Հիսուսի տեսակը աշխարհի մեջ կսկսի բարձր